2026 թվականի մեկնարկին Հայաստանի դատական համակարգը կանգնել է լուրջ խնդրի առաջ։ Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ բոլոր դատական գործերը փաստացի կաթվածահար են եղել։ Փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է, որ բոլոր այն գործերը, որոնք կապված են օտարերկրացիների հետ, անխտիր բոլոր դատական նիստերը հետաձգվում են թարգմանիչների բացակայության պատճառով։ Խնդրի հետևանքները արդեն տեսանելի են կոնկրետ օրինակներով։ Դատական նիստը, որտեղ մեղադրյալը Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի էր, հետաձգվել է անգլերենի թարգմանչի բացակայության հիմքով։ Նույն իրավիճակը կրկնվել է նաև Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ գործով։ Հունվարի 5-ին ես պետք է ունենայի դատական նիստ, որտեղ իմ պաշտպանյալը Հարավ Կորեայի Հանրապետության քաղաքացի է։ Այդ հիմքով այդ նիստը հետաձգվեց մոտավորապես 1.5 ամիս։ Մասիսում պետք է դատական նիստ ունենայի, որտեղ մեղադրյալը Հնդկաստանի քաղաքացի է։ Այս նիստն էլ այսօր տապալվեց, մոտ 1 ամիսով հետաձգվեց։ Երկուշաբթի ամսի 12-ին էլի դատական նիստ ունեմ նախատեսված, որտեղ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է լինելու մեղադրյալը, եւ ես որևէ վստահություն չունեմ, որ այդ նիստը կկայանա, եւ այստեղ մի շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացել, որ մի կողմից պետությունը ուզում է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել, ժամկետներ սահմանել, որպեսզի արագ ընթանա քրեական գործերով արդարադատությունը, 1 տարվա ընթացքում գործերը ավարտվեն, բայց մյուս կողմից պետությունը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հունվար ամսին դատական նիստերը կայանան։ Խնդրի հիմքերը պարզելու համար դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին, հասկանալու արդյոք կան կնքված պայմանագրեր։ Ի պատասխան դեպարտամենտից վստահեցրին, որ բոլոր լեզուներով մրցույթի հայտարարությունները տրվել են, նշված լեզուներով կան կնքված պայմանագրեր։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքդատական օրենսգիրքը սահմանում է, որ հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ, երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը։ Ի հակադրում դատական դեպարտամենտից մեզ տրված տեղեկությունների, խնդիրները շարունակական բնույթ են կրում։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Մարատ Ատովմյանի կողմից մատնանշված դատական նիստը Ռուսաստանի քաղաքացու մասնակցությամբ եւս հետաձգվել է թարգմանությունն ապահովելու անհնարինության պատճառով։ Պատշաճ ձևով չեն կնքվել կամ չի կնքվել այն պայմանագիրը կամ պայմանագրերը, որոնք պետք է կնքվեին եւ որը բերում է արդարադատության խաթարման եւ տապալման ուղղակի, եւ դա նաեւ պետության հեղինակության խնդիր է, որովհետեւ պատկերացրեք, ասենք օրինակ, Հնդկաստանում գտնվող իմ պաշտպանյալի ծնողների զարմանքը, որ այսօր իրենց որդու նիստը պետք է կայանար եւ ես իրենց ասենք տեղեկացնում եմ, որ տեխնիկական պատճառով մոտ մի ամսով իրանց տղայի դատական նիստը հետաձգվում է։ Իրենք շատ զարմացած էին, որ ասենք կարող է ինչ որ մի այդպիսի տեխնիկական պատճառով կալանքի տակ գտնվող իրանց տղայի նիստը հետաձգվել եւ դա բացատրել եւ պարզաբանել, որպեսզի նաեւ դրանից չտուժի պետության հեղինակությունը, բավականին դժվար է։ Հուսով եմ, որ նման խնդիր չունի քննչական կոմիտեն, եթե նման խնդիր ունի նաեւ քննչական կոմիտեն, ապա կստացվի, որ նաեւ մենք նախաքննության փուլում էլ ունենք համապատասխան դժվարություններ բոլոր այն գործերով, որոնք կապված են օտարերկրացիների հետ։ Զրուցակցի խոսքով ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ։ Մի կողմից պետությունը նախատեսում է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել, սահմանել խիստ ժամկետներ, որպեսզի գործերը 1 տարվա ընթացքում ավարտվեն, մյուս կողմից չի ապահովում նվազագույն տեխնիկական պայմանները դատական նիստերի անցկացման համար։